Ժողովուրդ ջան, եւ այսօր այս երեք ուժերը ներմուծված են Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ես ուզում եմ մի հատ ֆիլմ կա ռուսական «Կորոնա ռասիստική իմպերի»։ Երևի շատերդ նայած կլինեք, որ ցարի գավիժան ժամանակ Ռուսաստանում, Ֆրանսիայում կանչում են մի երկու հոգու թագադրում պիտի անեն։ Եվ այսօր Ռուսաստանը այս երեք հոգուն ուղարկել է, որ մեր պետությունում, մեր ժողովրդավար պետությունում, որին հասել ենք արյան կյանքերի գնով, Ռուսաստանը պիտի թագադրում անի, իդեմս այդ երեքին։ Բնականա չի կարա։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ պետք ընտրեք դուք իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Սիրելի ժողովուրդ, մեր ազգը 88 թվականի տանջանքի տառապանքի մեջ է։ Եվ այսօր նորից եմ ասում իդեմս Նիկոլ Փաշինյանի, մենք կարողացանք հասնել մի հանգրվանի, որտեղ դրված է խաղաղության հիմքը։ Եվ մենք, դուք, բոլորս, պարտավոր ենք դուրս գանք այդ մղձավանջից, որ բերել էին նախորդ իշխանությունները։ Սիրելի ժողովուրդ, այս ժամանակահատվածում մենք կարողացել ենք հաղթանակի դափնիները մերն են, խաղաղության պահելու գինը ձերն է, դուք պետք է կարողանաք պահել և մենք պիտի կարողանանք ամսի 7-ին ընտրենք Հայաստանի Հանրապետության վարչապետ, ոչ թե ներմուծված, այլ ժողովրդի կողմից ընտրված, որը այժմ կանգնած է ձեր առջև և այս տարիների ընթացքում մեր դժվարություններով, տառապանքով, հայոյանքով, դավաճան գոռալով մենք կարողացանք հասնել, դրան իդեմս նորից եմ ասում Փաշինյանին։ Սիրելի ժողովուրդ, ինչպես ասում են, կռվում են բանակները, ժողովուրդները հաղթում են նահատակները։ Եվ այսօր այս հաղթանակի գինը մեր նահատակներին է։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր են կան ռազմի դաշտում, ովքեր են կան հանուն այսօրվա, ովքեր են կան հանուն մեր վաղվա ապագայի, ովքեր են կան, որ վերջնականապես ունենանք անկախ պետություն, խաղաղ պետություն, ով ինչ ասում է, չգիտեմ ինչ բաների մեջ են հայրենասիրական, ես այդ ճամփեր եմ անցել, որ իմ համար շատ մեծ ցավ ամեն ինչ է, բայց մի բան եմ գիտակցում, որ վերջնականապես մեր ժողովուրդը պիտի խաղաղ ապրի, մեր երեխաները պիտի խաղաղ երկիր ունենան, ապագա ունենան։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորից հետ, սիրելի ժողովուրդ, և կխնդրեի, որ ամսի 7-ին գնաք ընտրատեղամաս, վերցնելով 16-րդ բուլետինը, 16 համարի բուլետինը, և քվեարկեք ձեր երեխաների ապագայի, մեր թոռների ապագայի, մեր խաղաղության համար, հերիքը խաբելով, հայրենասիրություն խաղալով, տարիների ընթացքում մորթվելով, սպանվելով, կարողացանք հասնել այստեղ։ Պարոն վարչապետ, կեցես դու ապրես, որ ամեն միջով անցելով չջարդվար, մենք էլ պինդ կանգնած ենք ու պետք է գնանք հաղթանակ, շնորհակալություն։